Սաշանի հարակացանների վթարային շենքերի բնակիչներն են, ում արդեն 4-րդ կարգի վթարային շենքեր են իրենցը։ Մենք բազմիցս եղել ենք նրանց շենքերում, պայմանները մեղմ ասած վատն են, շատ վատն են, շենք ամբողջությամբ փլվում է, կտորներից դուրս ձեռք ենք տալիս, փշրվում, թափվում է պատերը եւ ամբողջությամբ խոնավ 23 թվականի ընտրությունների ժամանակ ուրեմն այս իշխանության ներկայացուցիչները բնակիչներին խոստացել են, որ ամենաշատը 1.5 տարվա ընթացքում պետքա տեղափոխվեն բնակիչների նոր բնակարաններ, բայց արդեն համարյա հեսա 2 տարի է լինում, բնակիչները չեն տեղափոխվել եւ այս ընթացքում մենք էլ նրանց հետ բազմիցս դիմել ենք կառավարություն եւ քաղաքապետարան, որ ինչ որ մի շարժ լինի, անընդհատ ձգձգում են, ինչ-որ տարբեր պատճառներով ձգձգում են այս մարդկանց հարցը, այսօր էլ առավոտվանից քաղաքացիները, բնակիչները եկել են կառավարության շենք, խոսացել են, որ 20 րոպեից պետք է իջնեն նրանց հետ հանդիպելու, որտեղ նիստ է տեղի ունենում, նիստ ավարտվեց, ընդմիջումը եւս ավարտվեց, արդեն անցել է մոտավորապես 3 ժամ, ոչ ոք բնակիչների հետ չիջավ չզրուցեց եւ մարդիկ այլ տարբերակ չունեին, քան փողոց փակեն, այստեղ մի պահ ակցիա արեցին, փողոց փակեն, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի։ Ուղղակի, չգիտեմ, միգուցե պատկան մարմինները չեն պատկերացնում այդ շենքի պայմանները, որովհետև անպատկերացնելի վատ պայմաններ է, ինչպես մի քանի օր առաջ բոլորս տեսանք Դաշնամուրի գործարանը փլուզվեց, նույն կերպ ամեն պահի, ցանկացած պահի կարող են այս շենքերը փլուզվել, բայց ի տարբերություն Դաշնամուրի դպրոց շենքի, այստեղ կան բազմաթիվ բնակիչներ, երեխաներ, տարեցներ, ովքեր Աստված չարասցե, եթե այդպիսի բան լինի, ողբերգությունը անխուսափելի է լինելու։ Այս հարցը պահանջում է գերհրատապ լուծում։ Իսկ ինչ եք կարծում, ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, քանի որ ինչպես հասկանում ենք, ոչ քաղաքացիների բողոքի ձայնին են արձագանքում, ոչ էլ փաստացի հավաքանու անդամների, այս պարագայում ինչպես այդ խնդիրը պետք է լուծվի։ Ես չեմ կարող ասել, որտեղ բազմիցս անգամ մենք դիմել ենք, այլ միջոցներ, այլ գործառույթ չունենք մենք, որպեսզի օգտագործենք։ Ուղղակի արդեն պետք է մարդկային խղճի վրա դնել հարցը, որովհետև եթե ողբերգությունը եղավ, մնալու է այս իշխանությունների խղճի վրա այդ հարցը։ Կարելի է ասել, քաղաքային իշխանությունը եւ առհասարակ երկրի իշխանությունը պարզապես հրաժարվում է լուծել նշել բնակիչների հարցը։ Գիտեք ինչ, իրենք ուղղակիորեն չեն հրաժարվում, բայց ձգձգում են անհասկանալի պատճառներով։ Այս հարցը ընդամենը 3 միլիարդի պատմություն է, իսկ կարծում եմ բոլորս էլ վստահ ենք, որ կառավարությունը միանշանակ մի քանի անգամ ավել գումար ունի, քան այդ 3 միլիարդն է եւ շատ հեշտությամբ այս հարցը կարելի է շատ արագ լուծել։ Իսկ թե ինչու է կայանում այս ձգձգելու պատճառը ես չեմ կարող ասել։ Դրա համար միգուցե մեկը իջներ, մարդկանց հետ զրուցեր, որևէ բացատրություն տար եւ քաղաքացիների համար, բնակիչների համար եւ մեր համար հասկանալի լիներ պատճառը, բայց ոչ ոք չի բարեհաճում եւ ոչ մի բան չի խոսում, ոչ բնակիչների հետ, ոչ էլ մեր հետ։